Պարոն Ոսկանյան, չնայած ձեր պաշտպանյալը հարցերին չի պատասխանում, բայց ես Տիկին Իսպիրյանին տեկային վերջին հարց ուղղեմ։ Այս կոռուպցիոն դեպքից հետո, բացահայտումից հետո, նախարար Տիկին Անդրեասյանից մեսիջ ստացել եք, պարոն Ոսկանյան, ներողություն եմ խնդրում ամենայն հարգանքով փաստաբանական ձեր գործունեության նկատմամբ։ 60 միլիոնի մանկավարժականի գույքը գրավ է դրվել, վարկ է վերցվել, նախարարը հոգաբարձությունների խորհրդի նախագահները հաստատել է այդ վարկը։ Ինչի վրա եք ծախսել։ Տիկին Իսպիրյան, լուր ռեկ մնալու, կոռուպցիոն գործարք է բացահայտել, բուհը, ռեկտորը, պրոռեկտորը, բոլորը ներգրաված են գործընթացի մեջ։ Նախարարը չգիտեր ինչով էին զբաղված պրոռեկտորն ու ռեկտորը։ Լսում եմ, պարոն Ոսկանյան։ Ես տեղյակ եմ, որ իմ պաշտպանյալը արդեն ձեզ հայտնել է, որ այս պայդրությամբ դատավարության ներկայացում որևէ մեկնաբանություն չի տալու։ Մենք ուզում եմ դուք տեղեկացված լինեք, որ չենք խուսափում ընդհանրապես առհասարակ մեկնաբանություն տալուց կամ դատական նիստը կամ ընթացքը կամ արդյունքները լուսաբանելուց, դրա համապատասխան ժամանակ բոլոր բարձրաբանումները կտրվի։ Ես անձամբ ինքս, եթե լրատվամիջոցները հետաքրքրված են, կհրավիրեմ հարցազրույցի, ասուլիսի եւ ցանկացած հարցի կպատասխանեմ։ Խնդրում եմ հարգել պաշտպանյալից տեսակետ այս պայդրությամբ, մենք մեկնաբանություններ առաջին չենք տալիս։ Մի հարց կարող եմ ընդհանրապես ուղղել կապված պրոռեկտորը, ռեկտորը, երբ որ ըստ էության կոռուպցիոն գործարքի բացահայտման գործով են անցնում։ Նախարարը ոնց կարող է չիմանալ։ Այս հարցադրումները ընդհանրապես տրվում Տիկին Իսպիրյանին, որովհետև փաստացի ռեկտորը նախարարի ընկերուհին է, պրոռեկտորը այս բանի շարունակում է գործունեությունը, ոնց կարող էր օրինակ նախարար Տիկին Անդրեասյանը չիմանալ իր հոգաբարձությունների խորհրդի նախագահ լինելով, նախարար լինելով, թե ինչ է կատարվում բուհում։ Այս հարցադրումները ընդհանրապես եւ ուզում ենք իմանանք ինչ մեսիջ է առաստակ գործող պրոռեկտորը ստացել նախարարից, երբ երկրորդ բացահայտումը եղավ բուհի գործունեության մասով։ Շատ լավ, դուք հիմա տալիս եք հարցեր, որոնք իմ տեղեկատվության տիրույթում չեն։ Դուք իսմա ուղղում եք հարցեր, որոնք վերաբերում են ռեկտորին կամ նախարարին եւ այլն։ Ինչ վերաբերում է, մենք կարող ենք պատասխանել օրը կգա մեր քրեական վարույթի վերաբերյալ հարցերին եւս մեկ անգամ քննարկել նշում եմ, որ մենք չենք խուսափում այդ հարցերին պատասխանելուց, ուղղակի հիմա նաեւ վարույթի փուլից ելնելով, նաեւ մեր պաշտպանության տակտիկայից ելնելով եւ այլն, հիմա նպատակահարմար չեն գտնում, խնդրում եմ այսքանով բավարարվել, համապատասխան փուլում, նույնիսկ եթե դուք տեղեկացված չլինեք, ես անպայման խոսք եմ տալիս, որ կտեղեկացնեմ եւ հետաքրքրող յուրաքանչյուր հարցի կպատասխանեմ։ Շնորհակալ եմ։